ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ փայլուն ելույթներով եւ անպարտելի ցուցանիշներով ավարտեց Եվրո 2026-ի խմբային փուլը։ Գոլ եւ եւս մեկ անգամ գոլ։ Ուկրաինայի ու Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակներին գումարելով Լիտվայի հետ մրցավեճում արձանագրված 3-3 հաշվով ոչ ոքին։ Ցուցադրած բարձրակարգ խաղի շնորհիվ մեր ընտրանին վստահորեն հաղթարեց խմբային փուլը եւ արդեն ուժերը կչափի քառորդ եզրափակում։ Հայ ֆուտզալիստների հաջորդ մրցակիցը լինելու է Խորվաթիայի ընտրանին։ Իսկ եզրափակչի ուղեգրի համար մղվող սկզբունքային դիմակայությունը կկայանա հունվարի 31-ին Երևանի ժամանակով 22:00-ին։ Հարգելի պարոն նախարար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց բանակի կարգավորման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ զինված ուժերում ընթացող բարեփոխումներն ու սպառազինության ձեռքբերման նոր հնարավորությունները ուղիղ հետևանք են պետականության լեգիտիմության ամրապնդման եւ հապկում անդամակցության սառեցմանը։ Վարչապետն ընդգծել է, որ մինչեւ 2022 թվականը միջազգային գործընկերների մեծ մասը հրաժարվում էր Հայաստանին զենք վաճառել, քանի որ վստահություն չկար, թե այն կիրառվելու է բացառապես երկրի միջազգային ճանաչված տարածքում, ինչպես նաև խնդիրներ էին առաջանում հավաքական անվտանգության համակարգին անդամակցելու պատճառով։ Ըստ Փաշինյանի միջազգային լեգիտիմության վրա հենվել է եւ 29743 քառակուսի կիլոմետրի գաղափարախոսությունը դարձել են անվտանգության առաջին շարակարգը, որը պետք է պաշտպանի բանակը եւ թույլ տա զարգացնել այն։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարարությանը կատարված ահռելի աշխատանքի համար, հատուկ շեշտելով կրթության կարևորությունը զինվորական ծառայության մեջ։ Նա նշել է, որ առանց ժամանակակից գիտելիքների եւ լեզուների իմացության նորագույն սպառազինությունը կարող է վերածվել ընդամենը մետաղի ջարդոնի եւ զոհերի թիվն ավելացնելու պատճառ դառնալ։ Ելույթի ավարտին Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի նպատակը պաշտպանունակ բանակ ունենալն ու խաղաղություն կառուցելն է, որպեսզի երկիրը դառնա միջազգային տնտեսական հոսքերի կարևոր մաս եւ դուրս գա անվերջ հակամարտությունների շրջափուլից։ պետք է գրեն։ Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նստաշրջանի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը, գերիների վերադարձին եւ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Նախարարի խոսքով Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում։ Միրզոյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն նաեւ մեջբերում Ադրբեջանում մնացած մյուս 19 պահվող անձինք։ Ելույթի ընթացքում արտգործնախարարը խոսել է նաև Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների մասին, նշելով, որ որոշ ուժեր պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների մեջ երկրի ինքնիշխան ընտրությունը խաթարելու եւ Հայաստանը հարևանների հետ անվերջ հակամարտության վերադարձնելու համար։ Բացարձակ բամբասանք է որակել արտգործնախարարը այն խոսակցությունները, թե Հայաստանում հոգեվորականների են հալածում։ Միրզոյանը անդրադառնալով ԵԽԽՎ պատգամավորի հարցին հայտնել է, որ մեջբերում Հայաստանում հոգեվորականների նկատմամբ հալածանք չկա։ Ըստ նախարարի, խաղաղությունը ինչպես եւ ժողովրդավարությունը պետք է մշտապես պաշտպանել թե ներքին, թե արտաքին ճնշումներից։ Արձագանքելով Դոնալդ Թրամփի տարածաշրջան նոր ռազմական նավատորմ ուղարկելու հայտարարություններին եւ հնարավոր ուժային գործողությունների սպառնալիքներին, Տեհրանը հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձ վստահության վրա հիմնված երկխոսության, սակայն ագրեսիայի դեպքում կտա հզոր պատասխան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է ամերիկյան կողմի հետ ուղղակի շփումների կամ բանակցությունների նախաձեռնության մասին լուրերը, ընդգծելով, որ սպառնալիքների եւ առավելապաշտական պահանջների լեզուն անհամատեղելի է դիվանագիտության հետ։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը Վաշինգտոնին հիշեցրել է նախկինում Աֆղանստանում եւ Իրաքում կրած ծանր մարդկային ու ֆինանսական կորուստները, իսկ նախագահ Մասուդ Փեզեշքյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ զրույցում վերահաստատել է երկրի պատրաստակամությունը սատարելու պատերազմը կանխող ցանկացած իրավական գործընթացի։ Մոսկվայում ձյան տեղումները գրանցել են ռեկորդային ցուցանիշ։ Բնության գեղեցիկ երևույթներից մեկը, սակայն բազմաթիվ վթարների եւ մեծ խցանումների պատճառ է դարձել։ Զելենոգրադի մոտակայքում 12 կիլոմետրանոց խցանում է առաջացել, ճանապարհին տեղի ունեցել առնվազն 2 վթար։ Վարորդները խցանման մեջ են մնացել շուրջ 3 ժամ։ Բեռնատարները քաղաքի տարբեր փողոցներում խաթարել են երթևեկությունը, փնտրելով քաղաքից դուրս եկող այլընտրանքային ճանապարհներ։
Կրեմլում անցկացված բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան անդրադարձել են հետասադյան ժամանակաշրջանում ռուսական ռազմական ներկայության նոր ձևաչափին եւ երկկողմ հարաբերությունների առաջիկա օրակարգին։ Մոսկվան նպատակ ունենալով պահպանել իր դիրքերը Մերձավոր Արևելքում մտադիր է շարունակել Հմեյմիի եւ Տարտուսի ռազմաբազաների շահագործումը, մինչդեռ քրդաբնակ Կամիշլիից զորքերի դուրսբերումը դիտարկվում է որպես քայլ ուղղված Դամասկոսում ձևավորված նոր իշխանությունների հետ փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Սիրիական կողմը ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության վերականգնման գործում, միաժամանակ ձգտելով խուսափել Իրանի եւ Իսրայելի միջև հնարավոր ռազմական առճակատման բացասական ազդեցություններից։ Օրակարգում ընդգրկված է եղել նաեւ Մոսկվայում ապաստանած Ասադի կողմնակիցների գործունեության սահմանափակման հարցը, նոր վարչակարգի դեմ հնարավոր հակազդեցությունները եւ ներքին ապակայունացումը կանխելու նպատակով։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի կայունացման գործընթացին, փաստացի ճանաչելով Ահմեդ Ալ-Շարայի իշխանությունը երկրի ամբողջ տարածքում։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախատեսվում է եվրոպական, մասնավորապես ֆրանսիական զորամիավորումների տեղակայում, ինչպես նաև Միացյալ Նահանգների գործուն աջակցություն։ Դիվանագիտական այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը հուժկու արվածներ է հասցրել Ուկրաինայի խոշոր քաղաքներին, թիրախավորելով բնակելի թաղամասերն ու էներգետիկ կարևոր հանգույցները։ Արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ։ Աբու Դաբիում նախատեսված խաղաղության բանակցությունների հերթական փուլից առաջ ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումը խորացնում է հումանիտար ճգնաժամը եւ սրում իրավիճակը գրեթե 4 տարի շարունակվող պատերազմում։